Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, մեծիաբի եթերում մեծի արենալը, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ, բարի երեկո։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Խաչիկյան, մենք օրեր առաջ տեսանք, որ մեկ գիշերվա մեջ, ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա։ Այն դեպքում, երբ որ Թրամփը այլևս իշխանության գալուց հայտարարել էր, որ այլևս խաղաղության ակնում։ Այս նմանությունը շատ նման է մեր իշխանությանը, ասել մի բան, անել ճիշտ հակառակը։ Ինչ է բերելու մեզ այս իրավիճակում տարածաշրջանի այս խառնաշփոթ վիճակը, հատկապես մեր իշխանությունը, երբ որ պատկանում է Նիկոլ Փաշինյանի, երկու զուգահեռներով փորձենք։ Դե ես ասել եմ, Թրամփը երևի քպեական է, որտեվ ինչ որ նա ասեց, հակառակը ստացվեց։ Նա խոսք տվեց, որ նա լինել է խաղաղության նախագահ, որ ավարտելու է պատերազմները, նոր պատերազմ չի սկսի եւ արեց ճիշտ հակառակը։ Այն էլ ողջևորվեցին, որ հեսա Ուկրաինայի պատերազմը վերջանում է։ Այո։ Ես դրա համար որ խոսում եմ միջազգային հարաբերությունների մասին, ես մարդկանց խրախուսում եմ մի քիչ հետազոտեն միջազգային հարաբերությունների տեսությունը, պատմությունը, որովհետեւ եթե դուք դա հասկանում եք, դուք չեք խափնվի այսպիսի բաների։ Թրամփը իշխանություն չունի Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում իշխանությունը պատկանում է Իսրայելի լոբիին եւ այդ ռազմական հանցագործին, որի անունն է Նետանյահու։ Նա արդեն 20 տարի առնվազն այս պլանները մշակել է։ Հիմա քայլ առ քայլ գնանք։ Առաջինը Միացյալ Նահանգների հետախուզությունը ասել է, որ Իրանը որևէ մտադրություն չունի ստանալ միջուկային զենք։ Դա ասել է Tulsi Gabbard։ Tulsi Gabbard-ը իր հենց վարչակազմի անդամ։ 18 հետախուզական գործակալություններ ասել են, մենք չենք տեսնում որևէ ապացույց, որ Իրանը գնում է դեպի միջուկային զենք ստեղծելու։ Գնում էին բանակցություններ եւ Իսրայելի հարձակումից 3 օր հետո պետք է շարունակվեին։ Իսրայելը ուրբաթ օրը հարձակվեց, Կիրակի օրը պետք է վերսկսվեին բանակցությունները։ Արդեն ինչ որ պայմանավորվածություններ մշակվել էին, որ Իրանը կարող է հարստացնել մինչեւ 3.65% ուրան, այսինքն ինսպեկցիաները կարող են շարունակվել, վերահսկվել բոլոր այդ միջուկային օբյեկտները, ամեն ինչ գնում էր դեպի խաղաղություն։ Այսինքն դա ցույց է տալիս, որ սա չէր Իսրայելի նպատակը։ Իսրայելի նպատակը նույնն է, ինչ վերջի 20 տարին, Ամերիկայի ձեռքերով, Ամերիկայի զենքով եւ փողով։ Այո, գրավել ամբողջ Միջին Արևելքը, հեղաշրջումներ կազմակերպել բոլոր հակաիսրայելական երկրներում եւ ստեղծել մեծ Իսրայել։ Իսկ նրանք հիմա ունեն հիանալի հնարավորություն, որտեղ ունեն սիոնիստական եւ նեոկոնսերվատոր կառավարություն։ Միացյալ Նահանգներում այս մարդիկ կարծում են, որ Աստված Պաղեստինը եւ Իսրայելի մնացած տարածքները տվել է հրեաներին, սա հրեա ժողովրդի մասին չէ, սա սիոնիստների մասին է։ Եվ քրիստոնյա սիոնիստներ կան, որ ըստ Աստվածաշնչի սա պետք է պատկանա Իսրայել, այսինքն սա նաեւ կրոնական ֆանատիզմ է։ Ծայրահեղական հայացքներ։ Համել այնտեղ կան նեոկոններ, մարդիկ, ովքեր կարծում են, որ բոլոր հարցերը պետք է ռազմական ուժով լուծել։ Նրանք այս արդեն մի քանի տասնյակ տարիներ տեսեք, քանի պատերազմ են հրահրել ամբողջ աշխարհում, Իրաքից, Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Ուկրաինայից եւ այլն։ Այսինքն դուք տեսնում եք, որ մենք ծայրահեղ վտանգի առաջ ենք կանգնած, այլևս չկա միջազգային օրենք, այլևս չկա միջազգային հանրություն, այլևս չկա ՄԱԿ, այլևս չկա ՄԱԿ-ի խարտիա, դուք կարող եք հարձակվել անկախ պետության վրա, այն էլ ռմբակոծել իր քաղաքացիական միջուկային օբյեկտները, որը NPT միջուկային զենքի չտարածման պայմանագրի կոպիտ խախտում է։ Դուք իրավունք չունեք սա անել։ Գիտեք, որ օգտագործվեցին B2 stealth ռմբակոծիչները, նորից խաբեցին Իրանին։ Թրամփը ասեց ինձ 2 շաբաթ է պետք որոշում ընդունելու համար, հետո էլի խաբեց։ Այսինքն այս մարդկանց հետ ոնց պայմանավորվեց, ոնց բանակցեց, ոնց պայմանագիր ստորագրեց։ Ռուսները նայում են, չէ՞ սրան, չինացիներն էլ են, չէ՞ նայում, թե ինչպես են իրենց պահում նեոկոնսերվատորները։ Նա ասեց, ինձ 2 շաբաթ է պետք, խաբեց։ B2 stealth ռմբակոծիչներից օգտագործվեցին, այսպես ասած, MOP GR57 կարծեմ, GR57 կարծեմ, այդ bunker buster, այսինքն բունկերներ խոցող հատուկ ռումբեր, որոնք կարող են մինչև 61 մետր ներթափանցել գետնի տակ
Դե ասվում է այդպես։ Ունեն մոտ 15000 կիլոգրամի քաշ, 15 տոննա։ Դա բավականին ծանր ռումբեր են, օգտագործվել է 6 ռմբակոծիչ, ամեն մեկը 2 ռումբ։ Այսինքն հնարավոր է, որ այո, վնասվել է Fordo։ Դա է ամենավտանգավոր օբյեկտը, որտեղ այնտեղ կան նոր ցենտրիֆուգաներ, որոնք հարստացնում են ուրան։ Ամենավտանգավոր օբյեկտը Իրանի հենց Fordo-ն էր։ Իսֆահանի վրա Tomahawk բաներով հարձակվեցին, հրթիռներով, cruise missiles։ Այսինքն սա ինչ է, սա ավազակություն է։ Սա օդային ավազակություն է, այսինքն դուք կարող եք ցանկացած րոպեին ռմբակոծել ում ուզում եք։ Որևէ խախտում չկար, բանակցությունները գնում էին, ըստ ձեր սեփական աղբյուրների Իրանը չէր ուզում միջուկային զենք ստանալ։ Հիմա սրա հետևանքը ինչ կարող է լինել։ Այս ռմբակոծությունները կարող են շարունակվել, Իրանը գուցե փակի Հորմուզի այդ բանը, Strait նեղուցը, հա, որը կառաջացնի տնտեսական հետևանքներ, բենզինի գինը կբարձրանա կտրուկ Միացյալ Նահանգներում, դա կարող է եւ արդեն բողոքներ է առաջացրել Միացյալ Նահանգների, որոշ մարդիկ ասում են, որ Թրամփին պետք է գործից ազատել, impeachment սկսել, մենք մերն էինք քննարկում այդտեղ են, այո, եւ ճիշտ էլ կանեն իմիջիայլոց, այսպես բաց այդ սուտ խոսքը։ Սենատի հետ որևէ քննարկում նույնիսկ։ Այո, սա խախտում էր Միացյալ Նահանգների սահմանադրության, ըստ որի Սենատը մենակ կարող է, Կոնգրեսը մենակ կարող է պատերազմ հայտարարել եւ 1973 թվականի War Powers Act սա օրենք է պատերազմ հայտարարելու արտոնության օրենք, այսինքն նախագահը իրավունք չունի պատերազմական գործողություններ սկսել առանց Սենատի կամ Կոնգրեսի թույլատրության։ Այո։ Այսինքն դա այդ երկու օրենքներ խախտվեցին եւ սահմանադրությունը խախտվեց։ Տրամպը ասաց, որ մենք վրեժխնդրի ենք լինում այն ամերիկացիների համար, ովքեր սպանվեցին 80-ական թվականներին։ Այսինքն սա ակնհայտ է, որ ուղղակի բաներ, պատճառեր, որ նրանք մտածեցին, այս արդարացում։ Հիմա ռիսկերը այս ռմբակոծությունները կարող են շարունակվել Իրաքի եւ Յուգոսլավիայի սցենարով, ինչպես Իրաքում ռմբակոծությունից հետո վերացվեց Սադամ Հուսեյնի ռեժիմը։ Սա կարող է բերել ռեժիմի փոփոխության, regime change։ Կարող են ստիպել Իրանին կնքել պայմանագիրը, ինչպես արվեց Յուգոսլավիայում Dayton Peace Accords, հա Dayton-ի խաղաղ պայմանագիրը, սա ուղղակի ռմբակոծության հետևանք էր։ Մի քանի շաբաթ ռմբակոծում էին Բելգրադը, բավականին վայրենի ձևով, ստիպել Իրանին ստորագրել, սա բացարձակ կապիտուլյացիա է, քանի որ նրանք ասում են ոչ միայն պետք է հրաժարվեք ուրանի հարստացման process-ից, այլ նաև բալիստիկ հրթիռները պետք է հանձնեք, այսինքն նրանք ուզում են զինաթափել Իրանը։ Սա Իսրայելի պահանջն է։ Իսրայելն է ղեկավարում այս օպերացիան։ Այսինքն առաջինը ռմբակոծել ստիպել կապիտուլյացիայի, երկրորդը փոխել ռեժիմը, արդեն նրանք խոսակցություններ են վարում Փեհլևի ժառանգի հետ։ Հիշում եք շահի, Իրանի շահի, որը 1979 թվականին հեռացվեց իսլամական հեղափոխության, դե դուք երիտասարդ եք, բայց ես հիշում եմ 79 թվականին հեռացվեց Իրանի շահը, բոլորը հարցնում են իսկ քանի տարեկան եմ, լավ, թող հարցնեն։ Եվ հիմա նրանք արդեն բանակցում են իր ժառանգի հետ։ Այսինքն հնարավոր ռեժիմի փոփոխություն։ Մի ուրիշ բան, որ կարող է տեղի ունենալ, դա Իրանի ներքին ապակայունացնում է եւ էթնիկ քաղաքացիական պատերազմի սկիզբը։ Այնտեղ կան շատ էթնիկ խմբեր, ինչպես գիտեք, ազերիներ, քրդեր, արաբներ, բալուչներ, պարսիկներ եւ ուրիշներ։ Եվ կարող է լինել քաղաքացիական պատերազմ, էթնիկ բախումներ, կարող է միջամտություն լինի կողքի պետություններից, ինտերվենցիա լինի այդ նույն խմբերից, Սիրիայի տարածքից, Իրաքի տարածքից, Աֆղանստանի տարածքից, Պակիստանի տարածքից։ Սա ունենալու է շատ վտանգավոր հետևանքներ։ Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակել են մերձենալ եւ տեսնել, որ այս մարդկանց հետ գործ ունենալ չի կարելի, պետք է ստեղծել հակակշիռ։ Սա նպաստելու է միջուկային զենքի տարածմանը ռեգիոնում եւ աշխարհում, քանի որ պետությունները կտեսնեն, որ միակ պաշտպանությունը այսպիսի ավազակությունից դա միջուկային զենք ունենալն է։ Այսինքն Իրանը կարող է վերականգնել իր ծրագիրը, այս անգամ որևէ ինսպեկտորներ չհրավիրել, որոնք ի դեպ բոլոր տվյալները տվեցին Իսրայելին։ Եվ Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը իրար հետևից կարող են սկսել սեփական միջուկային ծրագրեր, որը սարսափելի վտանգ է ներկայացնում մեր բոլորի համար։ Մենք տեսնում ենք ինչով ենք զբաղված, պետք է պատրաստ լինենք, որ հնարավոր է սա շարունակվի, հնարավոր է այստեղ փախստականներ գան, պետք է հույս ունենալ, որ որևէ միջուկային միջադեպ չի լինի Իրանում եւ մենք ստիպված չենք լինի ինչ-որ գործողությունների դիմել։
Եվ իհարկե սա թույլատնում է մեր դիրքերը ռեգիոնում եւ ուժեղացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքը։ Պարոն Ղաչիկյան, այս իրավիճակում, որ ասում եք պետք է մենք պատրաստ լինենք, մենք նկատի ունենք իշխանությունը, չէ՞, սովորաբար պետք է անվտանգության խորհուրդ հրավիրեր, փորձեր ելքեր փնտրել, եւ մենք տեսնում ենք ինչ ենք տեսնում, որ այս մարդը ոտաբոբիկ հայտնվում է Թուրքիայում Էրդողանի գիրկը եւ մսկիթի այդ այցը բանհա մենք այդ խայտարակության ականատեսը եղանք։ Ինչ հասպասում մեզ, եթե հանկարծ որոշվի, որ տարածաշրջանի մի օղակը, որը Կովկասում մենք ենք, փորձի այսպես անցնել, հա, սրիթակով։ Դե նախ այդ մարդը ես հույսով եմ այլևս Facebook-ի վրա ոչ մի բան չի գրել, որ մենք ինֆարկտ չստանանք։ Կառավարություն, պետություն, ես չգիտեմ, մենք այդպիսի բան ունենք, թե ոչ, իմ կարծիքով մեծ հարց է մենք ունենք պետություն հիմա կամ կառավարություն, որտեղ տեսեք ով է մեզ ղեկավարում եւ ինչպես են մեզ ղեկավարում։ Մենք, այո, դուք ասում եք պետք է ինչպես պատրաստ լինենք, եթե մենք կառավարություն, պետություն չունենք, դա ճիշտ է, ինչ պետք է, ել ինչ պետք է մենք անենք։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի այցին, գիտեք, Թուրքիայի հետ ինչ որ երկխոսություն հաստատելը փոխադարձ հարգանքի հիման վրա դա վատ միտք չէ։ Բայց երբ որ եւ դա արել են եւ երրորդ նախագահան եւ երկրորդ եւ առաջինը բոլորն էլ փորձել են եւ դա լավ միտք է եթե լինի փոխադարձ հարգանք։ Իրավիճակը այն ժամանակ մի քիչ այլ էր։ Այլ էր, այո, մենք մեզ պարտության չէին տարել, մենք մեզ չէին կոտրել եւ այն ժամանակ կարելի արժանապատիվ ձևով դա անել, առանց ստորանալու, այո, կարելի էր իհարկե։ Բայց հիմա մենք գնում ենք դեպի ուղղակի Թուրքիայի հպատակ դառնալ։ Դուք տեսնում եք այս մարդերին ինչպես է պահում։ Տեսնում եք ինչեր են մեզ սովորացնում։ 5 տարի առաջ Թուրքիան 5000 տղա է սպանել, հայ զինվոր է սպանել, ինքը ընդունել է դա, գլուխ է գովացել Էրդողանը, եւ այդ թեման այլևս չկա, հանգիստ գնում իր հետ ժպտում, աչքերը փայլում, ես չգիտեմ այստեղ ինչ է կատարվում, սա ուղղակի փորձ է մեզ հպատակ դարձնելու։ Այստեղ ավելի շատ գիտեք եկեղեցու թիրախավորելը եւ հոգեվորականների ներքնաշորերի մեջ մտնելը ավելի շատ դավանափոխության է տանում, պարոն Ղաչիկյան։ Մենք այսպես փորձում ենք ասել ինչու է վեհապարին փորձում անընդհատ թիրախավորել հայ եկեղեցուն, բայց այստեղ տեսնում ենք, որ քրիստոնեության խնդիր կա, հա, այս մարդը այն մարդն է, որը հենց Էրդողանի թելադրանքով, մեր ճշնամական բոլոր պետությունների թելադրանքով ինքը փորձում է դավանափոխ անել հային։ Դա կարող է հաջորդ քայլը լինել, տեսակ որ նա ուղղակի հրահանգ ստացավ Ալիևից եւ Էրդողանից հարձակվել եկեղեցու վրա, քանի որ կաթողիկոս այդ հայտարարություն արեց Շվեյցարիայում, եւ նա անում է այն, ինչ որ նա գիտի, մտնել մարդկանց շալվարների մեջ, անձնական կյանքի մեջ, ինչ որ ցեխ բերել, մարդկանց վրա ցեխ գցել, դե նա դեղին մամուլի լրագրող է, ինչ եք ուզում։ Նա գիտի այն ինչ որ նա գիտի։ Այդ մարդը դա գիտի, հիմա ինչ է։ Եվ հասարակությանը դա դուր է գալիս որոշ շերտերի, որտեղ այդ բամբասանքները, երեխա ունի, չունի, այդ թեմաները միայն պարապ եւ չգիտեմ, հա, այդ բառը չեմ ուզում հայտարարել, թե ինքն ինչ է ասում, բայց այդ մարդը նաեւ մեր հայտնի քֆուրչի Ես այս դրա մասին եմ մտածում։ Դե նա հիմա հանգստանում է, չէ՞, ոնց որ բան կորավ։ Հիմա այդ մարդու տեղը մարդու կնիկ փորձել են զբաղեցնել։ Դե եթե կա մի խավ, որը այդ պահանջը ունի, դա փաստորեն վերբալ բառային պորնոգրաֆիա է։ Եթե դրանք մարդիկ դրանց հաճույք են ստանում, ինչ ասեմ, ամեն մեկը իր թուլությունները ունի, բայց իհարկե պետության ղեկավարը չպետք է դրանով զբաղվի։ Հաջորդ քայլը ինչ է, այս մարդուն ով է կանգնացնելու, մենք չգիտենք, քանի որ այսօր եկեղեցիուրային հարձակվում, հետո կկատարեն Ադրբեջանի մյուս պահանջները, որոշ եկեղեցիները կհռչակվեն աֆղան եկեղեցիներ, ոչ թե հայկական։ Խաչեր հանելը, հաջորդ քայլը հարց տալ, թե մենք ինչու ենք այսքան տանջվում մահմեդական աշխարհի հետ չենք ուզում լեզու գտնել, դառնանք մահմեդական։ Դրանից հետո լեզուն էլ կարող ենք փոխել, այսինքն Հայաստանի վերացում, հայ ազգի վերացում։ Դա արդեն ազգային հայոց բառերներ փոխել։ Դե այո, ինչու։ Դուրս մղել մեր խոսություն։ Այո, եւ կա ինչ որ մի մաս մեր հասարակության մեջ, որին դա չի խանգարի, եթե օրինակ փող լինի, առևտուր լինի եւ ուտելիք լինի, երևի ինչ որ մի մաս կա, որին դա չի խանգարի։ Կարող ենք հայ լինել, կարող ենք քուրդ լինել, վրացի լինել, ինչ կապ ունի, եթե մենք ուտում ենք եւ փող ենք աշխատում, իրենց մեկ է։ Որոշ մարդիկ, բայց ոչ բոլորը, այսինքն ինչ որ մեկը պետք է սա կանգնեցնի։ Ով սա կարող է կանգնեցնել, հիմա վերադարձանք մեր սիրելի հարցին, թե ուր է հանդիմությունը եւ ինչով է զբաղված։ Ինչ է ընդդիմությանը անդրադառնալը, պարոն Ղաչիկյան, մենք տեսանք նաեւ
ազգային բարերար, հա, Սամվել Կարապետյանի ձերբակալումը սա ակնհայտ քաղաքական հետապնդում էր, որովհետև պարոն Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց փորձում են իր առանձնատունը խուզարկել։ Մենք էլի այդ ձեր ասած միջազգային հարաբերություններ, միջազգային արձագանք, նման բաներ գոյություն չունեն եւ այս մարդը կարծես ինչ անում է ինքնական եւ որոշումները իր ԿՊԱ-կան այդ մի քանի հոգու արագ, հա, որոշված լինելը տանում է նրան, որ այս մարդը եւ արդարադատ է, եւ դիվանագետ է, եւ փորձում է, հա, ճիշտն ու սխալ անել։ Այս իրավիճակում Ռուսաստանը մեզ ընդհանրապես թողել է մենակ մինչև Ռուսաստան հասնելը, ուրեմն ակնհայտ է, որ մենք գնում ենք դեպի բռնապետություն, ակնհայտ է, որ բոլոր այն խոստումները, որ մենք դեմոկրատական երկիր կդառնանք, որտեղ հարգում են քաղաքացիներին, հպարտ քաղաքացիներին, հիշում եք, որտեղ խոնարհվում են, սիրում են, բանաստեղծություններ են, չէ, հիմա ծեծում են, հիմա չեն խոնարհվում, մեկ էլ երեսին թքում են։ Եվ իհարկե, մեր 5 երեսանի արևմուտքը ոչ մի բան չի ասում, այս դեսպանատներից ոչ մի խոսք չկա, մարդուն կալանավորում են ուղակի ասելու համար, որ նա սատարում է եկեղեցուն։ Ոչ մի ձայն չկա, ոչ մի այն սուտ հասարակական կազմակերպություններից, NGO-ներից, որոնք միլիարդավոր դոլարներ են կերել, որպեսզի դեմոկրատիա զարգանա, այսպես ասած, Հայաստանում ձեն չեն հանում, որևէ խոսք այն բոլոր մեդիա հարթակներից, որոնք գրանտեր են ստանում արտասահմանից, որպեսզի դեմոկրատիա եւ մարդու իրավունքներ զարգացնել Հայաստանում, որևէ խոսք չկա, ակնհայտ է, որ մարդը որևէ կոչ չի արել բռնի ձևով իշխանության փոփոխության հասնելը, չնայած այս խումբը 18 թվականին դուռ էր ջարդում, սպառնում էր, դագաղներով մաներ գալի փողոցում մարդկանց սպառնում էր, դա Միացյալ Նահանգներում հանցագործություն է, մարդուն սպառնալը։ Ես Միացյալ Նահանգներում շատ երկար ժամանակ աշխատել եմ, շատ անգամ ասել եմ իրենց իրավապահ մարմինների հետ եւ ՖԲՌ-ի հետ եւ դատարանների հետ, նրանք հիանալի համակարգ ունեն, ամերիկացիների համակարգը հիանալի է, մի երկու թերություններով, եթե ցանկանանք հետո կխոսենք դրա մասին, բայց սա իմ համար ակնհայտ է, որ այս մարդը որևէ կոչ չի արել, որևէ բռնի գործողությունների ուղղակի ասել է մենք ձևով կաջակցենք եկեղեցուն։ Սա ուղղակի քաղաքական հետապնդում է, բացարձական օրինական է, եւ ելի եմ ասում, շատ ամոթալի է, որ այդ բոլոր երկու երեսանի մեդիա հարթակները, հասարակական կազմակերպությունները եւ արևմտյան դեսպանատները այսպես լռում են։ Բայց մենք արդեն տեսանք, որ չկա ոչ դեմոկրատիա, ոչ մարդու իրավունքներ, ոչ միջազգային օրենք, ավազակների պես հարձակվում են անզեն պետության վրա, իրենց ռմբակոծիչներից ռումբեր են գցում, երբ ուզում են, օգտվելով այն փաստից, որ Իրանը չունի այն զինատեսակներ, որ պաշտպանվի իրենց հարձակումներից։ Իսկ երկրի ներսում, երբ պետք է բռնապետ են բերում, օրինակ Իրանում, հիշում եք 53, դե ժամանակին անգամ ես չկայի, 1953 թվականին Իրանում Մոսադեղին, որ տապալեցին Մոսադեղը, դեմոկրատական ընտրված վարչապետ էր Իրանի, բայց ձեռ չէր տալի Բրիտանիան եւ Միացյալ Նահանգներին, որովհետեւ նավթ ու գազը չէին ստանում ցածր գներով եւ նրանք որոշեցին, որ դեմոկրատական ընտրված լիդերին պետք է փոխարինել շահով։ Դեմոկրատական Ամերիկան եւ Բրիտանիան շահին բերեցին իշխանության։ Այսինքն այդ հեքիաթները մենք հիմա բոլորս տեսանք, որ դեմոկրատիան ցավոք սրտի հեքիաթ էր։ Այնպես չի որ նոր հայտնվեց։ Չէ, հետո նույն բանը Չիլիում արեցին։ Մեր շատ սիրելի լրագրող կա, որին ես շատ սիրում եմ, հարգում եմ, նա շատ լիբերալիզմի տեսակետից միշտ խոսում է, մենք ժպտում ենք եւ հիշում ենք Չիլիայում Սալվադոր Ալիենդեին ոնց սպանեցին։ Եվ բանկար Operation Condor, այսինքն Condor բոլոր լատինական ամերիկյան երկրներում, որտեղ սոցիալիստական կամ կոմունիստական ուժերը փորձում են գալ իշխանության, նրանց ամենագազանավար ձևով սպանում, ճնշում էին։ Չիլիայում էլ Պինոչետին բերեցին, որը մարդկանց ստադիոններում հավաքում էր եւ խոշտանգում էր, տանջում էր, սպանում էր, անգամ ընտանիքի անդամները գերեզմանները չեն կա։ Դա Չիլիայի Ստալինն էր։ Սա Չիլիայի Ստալինն էր, որին բերեցին Միացյալ Նահանգները եւ ոչ ոք դրա մասին չի խոսում։ Մարդկանց շղթաներով կապում, տանում գցում էր ծովը ուղաթիռներից։ Դա բոլորը ներվեց իրենց, որովհետև նրանք Ամերիկայի կեցցե ժողովրդավարությունը ամերիկյան։ Այո, ցավալի է, որովհետև Ամերիկան հիանալի երկիր էր, իսկապես մեծ հույսեր են կապում այդ երկրի հետ, բայց տեսնում եք, որ նախ բոլոր օրենքները, միջազգային օրենքները, հարաբերությունների աշխատում են, ի վերջո ցանկացած երկիր իրեն պահում է այս ձևով։ Ամերիկան 300 տարի առաջ ասում էր, որ մենք
լրիվ նոր պետություն ենք, մենք եվրոպացիների պես չենք, մեր նոր ձևով կվարենք մեր քաղաքականությունը, հիմա անում ենք ճիշտ այն բանը, որոնք բոլոր ուրիշ բռնապետները, ուրիշ կայսրությունները արեցին անցյալում։ Ցավոք սրտի տապալվեց եւ ամերիկյան դեմոկրատիան եւ ամերիկյան արտաքին քաղաքականությունը։ Ես ասացի այս դեպքում Ռուսաստանը ինչ կարող է անել։ Հա, եւ Ռուսաստանը։ Դա տեսանք ինչ որ մարդկանց արձագանքներ, հա, նույնիսկ Սալարիովը հայտարարեց, որ զարթնեք, հա, ինչ են կատարում ձեր պետության հետ։ Իրանի կորուստը ծանր հարված կլինի Ռուսաստանի համար, Սիրիան էլ եղավ հարված Ռուսաստանի համար, նախ բոլոր Ռուսաստանի այդ տրանսպորտային կորիդորները, միջանցքները հյուսիսից հարավ հիմա խափանվելու են, Ռուսաստանը ել ավելի մեկուսացված կլինի։ Իրանը մեծ օգնություն ցուցաբերեց Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի ժամանակ, այդ շահեդները դառան ռուսական բանակի ամենակարևոր զենքը։ Իրանի կորուստը նշանակում է ՆԱՏՕ-ի, Թուրքիայի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հեգեմոնիան Կովկասում, Միջին Արևելքում, Կասպից ծովում։ Դա շատ բացասական է Ռուսաստանի համար, առաջացում է եւ Իրանի համար, բայց հիմա տեսնենք Իրան կլինի թե չէ, եւ Չինաստանի համար։ Սա արևմտյան ազդեցությունը տարածում է դեպի կենտրոնական Ասիա, դա շատ բարենպաստ է Թուրքիայի համար եւ Ադրբեջանի համար, քանի որ նրանք հիմա լինելու են հեգեմոններ, եթե Իրանը պարտվի։ Բայց Ռուսաստանը արդյոք կարող է այստեղ արճակատվել Միացյալ Նահանգների հետ եւ Իսրայելի հետ, դժվար է ասել, տեսեք ինչ իրավիճակ է Ուկրաինայում։ Նույն պատճառով Ռուսաստանը չկարողացավ միջամտել Ղարաբաղի անկման օրը, այն էլ որ արևմուտքը հանձնարարական տվեց մեր այս անձին սադրել, ռուսներին սադրել, ներքաշել պատերազմի մեջ եւ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ եւ նրանք հիմար չեն, նրանք դա հասկացան։ Երբ որ պետության ղեկավարը ասում է իմ ժողովրդի մի մասը իմ ժողովուրդը չի, սա իմ գործը չի, պետքա ռուսները գան պաշտպանեն, պարզ է, որ սիրելի Էմանուել Մակրոնը իր կողքը նստած Պրագայում հենց դա էր իրեն թելադրել, որ ռուսներին պետք է սադրել եւ ներքաշել երկրորդ ճակատ բացել, որ Ուկրաինայում իրավիճակը լավանա։ Իսկ հիմա Ուկրաինայում ավելի ծանր է վիճակը լինելու ուկրաինացիների համար, քանի որ եւ ուշադրությունը եւ ռազմական միջոցները հիմա շեղվում են, գնում են դեպի Իսրայել, Իրանի դեմ պատերազմ մղելու համար, ուկրաինացիները ավելի քիչ ծավալներով օգնություն կստանան, այնքան կարևոր չէ, տեսեք մոռացան բոլոր ուկրաինացիներին, այդ խեղճ մարդկանց ոնց խափեցին այդ ժողովրդին, ուղղակի զզվելի է։ Եվ ռուսները առաջ են գնում եւ հիմա արդեն ռուսները պետք է երկար մտածեն թե ինչ փաստաթուղթ են ստորագրելու եւ արդյոք կարելի է հույս դնել ինչ որ փաստաթղթի վրա մի կողմի հետ, որը այսպես է իրեն պահում, բանակցությունները շարունակվում են, հարցակվում է բանակցողի վրա, ասում է ինձ 2 շաբաթ է պետք, հետո նույն գիշերը հարցակվում է, ռմբակոծում է, ջախջախում է եւ վերջինը նայեք, որ ռուսական աերոդրոմների վրա այդ հարցակումը դրոնների միջոցով նույն ոճներ եւ նույն ձեռագիրներ, ինչ որ Իրանի հոպի վրա եւ բալիստիկ մրթիվների վրա, հրթիռների վրա հարցակումը, նույն ոճներ։ Այդ գաղտնի դրոնները ներմուծելը եւ հետո ակտիվացնելը դա նույն ուժն է կանգնած, դե դուք հիմա մտածեք ով է համ Ռուսաստանի, համ Իրանի թշնամին։ Եվ հիմա փորձենք անդրադառնալ ընդդիմությանը, հատկապես ազգային ժողովի Հայաստան խմբակցությանը։ Մենք անդադ խոսում ենք, որ այս մարդիկ 5 տարի ոչինչ չեն արել, այն դեպքում որ հայտարարել են, որ կրելու ենք ու չեն կրել եւ հայտնվեցին ազգային ժողովում մեկ նպատակով Նիկոլին հեռացնելու։ Հիմա դա էլ չեն արել։ Եվ մի քանի արդեն ամիսներ շարունակ արթուն ենք շարժումը, որոշեց, որ պետք է անցկացնել անվստահության գործընթաց պետք է սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մենք տեսնում ենք, որ անդադ պատճառաբանություններ էին հնչում, որ մենք չունենք վարչապետի տեխնացու, բայց ստացվեց, որ վարչապետի տեխնացու առաջադրվեց պատիվ ունեմը, առաջադրեց եւ հիմա մենք ունենք նաեւ վարչապետի տեխնացու։ Հիմա այս մարդիկ ինչու չեն փորձում գլուխ բերել, հա, անվստահության գործընթացը Նիկոլի դեմ։ Այն դեպքում, պարոն Խաչիկյան, երբ որ ձեռառնոցու նման բան է ստացվում, երբ որ Սերյան Օհանյանը հայտարարում է 28 ստորագրությունները պատրաստ կան, Սաղաթելյան իշխանն էլ ասում է ստորագրված դրված է մեր գրասենյակում, բայց այդ 28 ստորագրությունները որ թղթի տակ է դրված եւ ինչու պատիվ ունեմի հաջորդականություն 6 падգամավորների ստորագրությունից հետո չի դրված եւ ինչու գործընթացը որպես այդպեսին փորձում են քննեցնել անդադ։ Ես չգիտեմ դուք ինչ նկատի ունեք, երբ խոսում եք ազգային ժողովի մասին, որովհետև այն ինչ որ ես եմ տեսնում, սա որևէ ձևով չի կարող նման լինի
ինչ որ երկրի պարլամենտին։ Սա ասել եմ, սա ազգային բեսեդկա է, որտեղ կռիվներ, լեզվակռիվներ, քֆուրներ։ Դա շատ հատուկ արվում, որովհետև դիմաց ընտրություններ են։ Հնարավոր է։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, գիտեք, որ ես միշտ աջակցել եմ այս մարդկանց, օգնել եմ, ցավոք սրտի, այո, բոլորս։ Ցավոք սրտի այնտեղ մարդիկ կան, ովքեր չեն ուզում ընդունել, որ իրենց մոտ չի ստացվում։ Եվ այդ նույն մարդիկ ամեն անգամ վերադառնում են եւ նույն սխալները կատարում են։ Նույն անձինք, նույն մարդիկ, եւ ես տեղեկություններ են ինձ հասնում հիմա անցյալ տարի մայիսին ինչու տապալվեց այդ շարժումը։ Այդ խորհուրդները ով էր տալիս, այդ հիմարությունները, այդ հիմար խորհուրդները ով էր տալիս շարժումը։ Սրբազան շարժման մասին։ Այո, եւ ես ղեկավարի մասին չեմ խոսում, ես իրեն շատ հարգում եմ, բայց այդ խորհուրդները որտեղից էին գալիս։ Մարդիկ են, ովքեր մի քանի անգամ փորձել են ինչ-որ բան անել, տապալվել են, բայց այդ ներքին Նապոլեոնը, իրանց այդ կեսարը, այդ Ֆրեդերիկ բանը, մեծ Ֆրեդերիկ, ոնց էր Ֆրեդերիկ the Great կամ Պիտեր, ոնց էր ասում, արդեն խառնվեցի լեզուների մեջ, այդ ասենք Նապոլեոնը, ներքին Նապոլեոնը չի կարողանում հանգստանալ իրանց մեջ։ Նրանք դեռ երազում են, իրանց երազներում նրանք Նապոլեոն են։ Իրանց հնարավոր չի խնդրել, որ նրանք գնան, որովհետև արդեն 3-4 անգամ փորձում են, տապալվում են, իրանց մոտ չի ստացվում։ Նրանք նույն լուզերներն են, ինչ որ այս կառավարությունը, նրանք չեն ուզում հեռանալ, չեն ուզում ընդունել, որ ինչ որ մեկը պետք է գա, որովհետև իրենց էգոն, իրենց եսասիրությունը շատ մեծ է։ Դա փսկացնել չի ստացվում։ Նույն մարդիկ են, ովքեր տապալեցին եւ Սրբազանի շարժումը եւ դրանից առաջ տապալեցին այդ Զարթնի Լաո շարժումը, դրանից առաջ ընտրությունները, նրանք չեն կարողանում այդ հիվանդությունից ազատվել, որ նրանք վարչապետ չեն, նրանք Նապոլեոն չեն, նրանք Մահատմա Գանդի չեն, այդ բաները իմիջները իրանց գլխից դուրս չի գալիս։ Եվ այդ պատճառով մենք ունենք ուրիշ մարդիկ, նոր մարդիկ, ում ժողովուրդը վստահում է, որոնք գուցե կարողանան ինչ-որ փոփոխություններ կատարել։ Ինչ վերաբերվում է այդ անվստահության հայտնելու impeachment-ի process-ը, հա, նկատի ունենք։ Երկու կողմից էլ փաստարկներ կան։ Երկրորդ նախագահի ճամբարից փաստարկը, որ մենք այդ ԿՊ-ականների ստորագրությունները չեն կարող ստանալ։ Ինչու ենք մենք գնում մի բանի, որը չի ստացվի։ Երրորդ նախագահի ճամբարից այն է, որ պետք է ստացվի ամեն ձևով պետք է սա անել, քանի որ եթե գնանք ընտրությունների, նա ընտրությունները կեղծելու է։ Երկու փաստարկն էլ ես կարող եմ հասկանալ։ Իսկապես եթե մենք գնանք ընտրությունների, Թուրքիայից, Անգլիայից, Արևմուտքից էլի միլիոնավոր դոլարներ են մուծվելու Հայաստան, այդ փողով էլի աշխատացնելու են այդ քարոզիչներին, էլի եվրո երազներ են տալու մեր ժողովրդին, էլի երկրորդ անգամ այդ անիմաստ հանրակրեն երկրորդ անգամ կանցկացնեն, կասեն հիմա էլ կմտնենք Եվրոպա, վիզա առանց վիզայի Եվրոպա կգնանք, մենակ հանձնեք Հայաստանը, հանձնեք ամեն ինչ լավ կլինի։ Էլի այդ քարոզչական մեքենան կաշխատացնեն, էլի ադմինիստրատիվ ռեսուրսը կօգտագործեն, մարդկանց գուցե կառաջարկեն դե փող կխոստանան, ինչպես հիշում եք այդ կախարդական փայտիկ այդ հեքիաթների շարքը։ Այդ նույն բանը կշարունակվի եւ չասեմ էլ լույս անջատեն, ցուցակներով մարդ կբերեն։ Իհարկե, շատ մեծ հավանականություն կա, որ կկեղծեն։ Դա փաստարկ է, դա կարելի է ընդունել, մյուս կողմից ինչպես դեռ մարդիկ կան, ովքեր սատարում են այս անձին, չնայած արդեն անհնար է հասկանալ, թե առանց հոգեկան շեղում ունենալու ոնց կարելի է այսքան տապալումից հետո դեռ հավատալ, դեռ սատարել։ Սա ուղղակի աղանդ է, բայց ինչպես կազմալուծել այդ աղանդը, ես չգիտեմ։ Ես կցանկանայի, որ ստացվեր ընդդիմության մոտ, բայց որ այն մարդիկ կային, ովքեր կարողանան դա անեն, ովքեր անցյալում պարտության խորհրդանիշ չեն։ Եվ հիմա այս իրավիճակում, երբ որ մենք փորձենք հայտնվել 26 թվականին, արդյոք կհասնենք թե ոչ, եւ ձեր ասած, այո, Նիկոլը բոլոր հնարավոր միջոցները օգտագործելու է, որպեսզի կրկին վերընտրվի։ Մենք այլ ելք չունենք, պարոն Խաչիկյան։ Իսկապես մենք մի թմբիրի մեջ ենք, որ դուրս գալ հնարավոր չի։ Դե թե ընդդիմությունը չմիավորվի, նոր մարդիկ չգան, մարդիկ ում ժողովուրդը վստահում է, որ այդ ժողովուրդը իրականում ում է վստահում։ Ժողովուրդը չի վստահում անցյալին։ Ժողովուրդը չի ուզում տեսնել անցյալը, բայց մենք անընդհատ այդ հին դեմքերը, այո։ Այո, մենք անընդհատ այդ նույն բան ենք անում, պտտվում ենք, այդ նույն բանով պտտվում ենք։ Նախկիններին չենք ուզում, այս մեկին չենք ուզում, նոր մարդ չկա, եթե նոր մարդ չկա, նախկիններին չենք ուզում, ընդդիմության այս ղեկավարները տապալվել են, չենք ուզում, այս իշխանությունը չենք ուզում, նոր մարդ չկա։ Ու այսպես մենք պտտվում ենք արդեն մի քանի տարի։ Պետք է այնպիսի մարդ կա, ում ժողովուրդը ընտրի, վստահությունը տա, որը չի հիշեցնի անցյալի մասին,
եւ այս խայտարակությունը պետք է ավարտվի, որովհետեւ մարդիկ հասկանում են, մարդիկ հիմար չեն, իր ռեյտինգը կարծեմ դեռ 10-ից 12% է մնացել, մարդիկ հասկանում են, որ այս մարդը պետություն ղեկավարող չի, իր համար չի ստացվում։ Արդեն 7 տարի է տեսնում ենք։ Եթե ինչ-որ այլընտրանք լինի, իմ կարծիքով մարդիկ կարող են հավատալ։ Ի վերջո մենք անցյալ տարի տեսանք, չէ, ինչքանի հազար մարդ էր Երևանում, 70,000, 80,000, մեծ թվով մարդիկ դուրս էին եկել փողոց։ Այսինքն դա հնարավոր է, ուղղակի ճիշտ ղեկավար է պետք, մի ղեկավար, որը թույլ չի թողնի, այո, կազմակերպել, մի ղեկավար, որը թույլ չի թողնի, որ հետևի դրից էլի իր մոտ գան այդ բոլոր նախկին դեմքերը, որոնք էլի 5-րդ անգամ են ուզում ամեն ինչ տապալել, որովհետև նրանք Նապոլեոնն են։ Ես այդ մարդկանց ուղղակի ավելի լավ նրանց մասին չխոսամ, որ չկոպտեմ։ Դե հուսանք մինչև 26 թվական Հայաստան Հանրապետություն որպես այդպեսին կմնա։ Ճիշտ եք ասում, որովհետև հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ սա շատ բարենպաստ իրավիճակ է Թուրքիայի, Ադրբեջանի համար, շատ շուտ արագ հարցերը լուծել։ Կամ սրանց ստիպել, որ ամեն ինչ զիջի, կամ ուժով վերցնել։ Այո, կարող է մենք մի տարի չունենանք, կամ 2 տարի չունենանք, բայց եթե ունենանք, պետք է այս քայլերը կատարվեն։ Հույսը շատ լավ բան է, լավ զգացմունք է, կարելի է հույսով մնալ։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։